Բարադեսիլ ռադիո լսողներ, հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումն է, ես Արմենիկ Նիկողոսյանն եմ։ Նրանք, ովքեր ժամանակին լավ են սովորել դասական մեր արձակագիրների կենսագրությունները, անպայման կհիշեն մի տարածված նախադասություն, այն որ տվյալ գրողը իր ստեղծագործական կյանքը սկսել է բանաստեղծություններով, ապա գրել է վիպակներ եւ անցել է վերջապես վեպերին։ Դա ընդհանրապես տարածված միտում է կարծես թե համաշխարհային գրականության մեջ ժամանակակից գրողներն էլ զերծ չեն այդ մտայնությունից եւ ահա Հայկ Սիրունյանի մարմինների վրայով վեպն է լույս տեսել, ինչ եմ սա շեշտում, որտեվ Հայկն էլ սկսել է բանաստեղծությամբ, շարունակել է պատմվածքներով եւ ահա հրապարակի վրա է նրա վեպը։ Փորձենք հասկանալ այդ ֆենոմենը եւ խոսենք վեպի մասին հենց Հայկ Սիրունյանի հետ, ողջույն Հայկ։ Ողջույն Արմենիկ ջան։ Այս process-ը նորմալ է, հա, բանաստեղծություն, պատմվածք, հա, այդպես ժանրային անցումներ, երբ որ հարցում ես, ասում են, այո, մեզ հարազատ են երկուսն էլ, սկսել ենք սրանից, բայց ինձ այդուհանդերձ այս հարցն է հետաքրքիր, ինչն է հասցնում ի վերջո վեպին, հա, որտեվ այն հայտնի բնորոշումները, բաները, որ հիշենք, վեպը այնպեսի մի ժանր է, որին հենց այնպես չես դիմի եւ դիմում է շատ հաճախ շատ ծայրահեղ դեպքում է, որ արդեն էլ ասելու տարածությունը չի երիքում։ Փորձեմ պատասխանել հորս խոսքով, հայրս ասում էր, որ պոեզիան բմբուլ է, օդում ձեռքը գցեցիր, քոնն է վերջ։ Իսկ արձակը ըստ իս ավելի նստակյաց, ավելի ուղիղ աշխատանք է, ուշադիր աշխատանք է, մի քիչ էլ դաժան աշխատանք է իհարկե, չեմ ասում թե բանաստեղծությունը հեշտ է, իմ դեպքում առավել եւս, որովհետեւ ինձ ամեն ինչ հեշտ է տրվել բացի հաջողված տողից։ Դրանց համար ես վճարել եմ ժամանակով եւ կյանքով։ Ինչ վերաբերում է վեպին, ասեմ, որ երբեք չեմ երազել վեպ գրելու մասին, որովհետև ես ինչպես ասեցիր Արմենիկ ջան, ես պոեզիայով եմ իհարկե սկսել պատմվածքներ եւ այլն հետո, բայց հիմա նաեւ ես աշխատում եմ իմ պոետական մեկ այլ ժողովածուի վրա, որը շուտով պատրաստ կլինի։ Այսինքն ես բանաստեղծությունից ուզեմ էլ չեմ կարող հեռանալ եւ այս վեպն էլ ունի պոետիկ շարադրանք, ունի բանաստեղծական ելևէջումներ, որը մեր ընթերցողը հաստատ կնկատի։ Այդուհանդերձ Հայկ գալը վեպին սա տարածության փնտրտուք է, լրացուցիչ, ինքնադրսևորվելու ձև է լրացուցիչ, թե այդուհանդերձ վեպը ունի ասելիք, որը ոչ մի կերպ չես կարող տեղավորել այն քո նախընթաց ժանրերի տիրույթում։ Այ պատասխանեցիր արդեն Արմենիկ ջան, պատասխանեցիր, բայց մի բան էլ ասեմ, որ իմ դեպքում նորմալ է, որովհետև ես սիրում եմ հորինել, ուղղակի սիրում եմ հորինել, փոքրուց հռչակավոր մոգոնող եմ եղել, նույնիսկ իմ հորինվածքների հաշվին իմ ընկերները չէին հեռացվում դպրոցներից եւ նույնիսկ եղել են մարդիկ, որ ամուսնացել են իմ սիրատոչոր նամակներից, որ գրում էի ընկերներիս համար։ Ինձ համար հորինելը շատ լավ զբաղմունք է եղել միշտ։ Երբեմն ձանձրացնող տարիքային իհարկե, այս իրականության մեջ մի քիչ դժվար կյանքի ընթացքում, բայց ես սիրում եմ մոգոնել։ Դրա համար վեպը հրաշալի տարածք է հորինելու համար, հորինել եւ հավատացնել մարդկանց։ Այդ ժամանակի նոշականներ ասում, որ վեպը ինձ համար ջերմակ թուղթ մնա եւ ինչով ուզեմ կլցնեմ, հա, եւ ընդհանրապես վեպի ժանրային տարբեր բնորոշումներ կան։ Քեզ համար ինչ է վեպը, Հայկ, որպես ժանրային տարածություն, որտեվ ըստ ամենայնի դա միայն ահա այդ օշականի ասած ջերմակ թղթի տարածությունը չի, հա, կամ չգիտեմ, վեպն էլ իբրև ժանրային ձևույթ միայն ծավալով չի, չգիտեմ, անունով չի, որ վրան գրես վեպ պրծնես, էլի։ Ես այդ անցումը ամեն դեպքում կանոնավոր որպես գրականագետ էլ հետաքրքիր ժամանակակից միտումները ուսումնասիրելու համար։ Ինչն է, որ մղում է, ասենք, պատմվածքի տարածությունից գալ վեպ, ինչն է փոխվում գրողի մեջ, երբ հասկացար, որ ինչ որ գրում ես, մարմինների վրայով դառնում է վեպ։ Ես ուզեցի տեսնել այն, ինչ իմ ներսում է, այն, ինչ ինձ քոր է բերում, ինձ անհանգստացնում է, ես ուզեցի դա տեսնել արդեն նյութեղենացած, արդեն շոշափելի եւ դարձավ վեպ դա։ Ընթացքում ես հասկացա։ Գիտես, գիրքը, ամեն գիրք իմ գրած ինձ եւ երջանկացնում է եւ նաեւ հիասթափեցնում կամ տխրեցնում, այսպես ասեմ։
Բայց վեպի տիրույթը, վեպի տարածքը, գիտես, շատ հետաքրքիր եւ նաեւ հետաքրքրական, որովհետեւ հայտնվում ես մի միջավայրում, որ արդեն տեքստը ստիպում է քեզ աշխատել։ Իսկ մենք այնքան լոդր ենք երբեմն դառնում, ես կարծում եմ գրեթե բոլոր գրողները, վեպը դրթում է, որ դու աշխատես, Սա էլ նաև մի խթան է։ Հայ գանք վեպին արդեն կոնկրետ վերնագիրը չեմ ուզում շատ բացել մարմինների վրայով եւ չեմ էլ ուզում միակողմանի ընկալվի, նրանք ովքեր կկարդան կտեսնեն, որ բազմանշանակ եւ տարբեր այսպես իրավիճակներ, հարաբերություններ ընդգրկող վեպ է, բայց մի հատույթ կա վեպում, որի շուրջ կուզեի խոսեինք, հա, որտեվ այդքան փորձեցի քեզնից կորզել ես վեպի ստեղծման բուն, այդպես դրթարիթները չստացվեց, հիմա փորձեմ ավելի կոնկրետ բաներով ասել։ Տես, իմ տպավորությամբ այս վեպը ծնվել է նաև այն մտահոգությամբ, որ այն ինչ որ գրվում է այսօր, հա, ժամանակակից գրականության մեջ, գոնե քո ըմբռնումների մասով, եւ տպագրվում է, գովաբանվում է, հա, ինչ որ վաճառվում է, այս քո վեպի ներսում եղած որոշ ձևակերպումներ եմ օգտագործում, ըստ քեզ, ըստ քո մոտեցման, այդքան էլ արժանի չի, հա, այն դափնիներին, որ ձեռք է բերում եւ դու այս քո վեպում նաեւ որոշակի պոլեմիկա կա ստեղծվող գրականության հանդեպ, որ իրականության պատկերման նրանց սկզբունքները, ձևերը քո սրտով չեն եւ ահա դու գալիս ես մարմինների վրայով վեպով։ Հարցս կուզեմ այսպես ձևակերպել. այն ինչ որ քննադատում ես, հա, վեպում ժամանակակից արձակի համար, վեպի համար նկատի ունեմ, դա մնում է սոս քննադատություն վեպի տարածքում, թե ըստ քեզ մարմինների վրայովը գալիս է դրանց հակակշիռը լինելու։ Գալիս է լինելու եւ իմ խորին համոզմամբ այ քննադատություն ասեցիր շատ տեղին այո քննադատում եմ որովհետեւ գիրքը պիտի գա գրողը պիտի գա կյանքից չես կարող գրքից գալ կյանք անհնար է որովհետեւ ինչի մասին ես գրում եթե ոչ կյանքի այդ մտայնությունը միշտ եմ ունեցել եւ սա հրաշալի առիթ էր որևէ կերպ արտահայտելու դա, բայց տեսեք այդ գրական քննադատությունը փոքրիկ մասն է, թեպետ եւ առանցքային, բայց փոքրիկ մասն է։ Ես կուզեի նշել վեպի կառուցվածքը, որ երկու սյուժե կա, երկու մասից է նախ բաղկացած, թող մեր հարգելի ընթերցողները, եթե կարդան սկզբում որոշ անճշտությունների մեջ ընկնեն, չզարմանան, որովհետև մեկը մյուսին լրացնելու է եւ եթե լինի խառնաշփոթ, դա միտումնավոր, դա ես եմ ստեղծել այդ խառնաշփոթը, որի համար չեմ զղջում, աֆեկտի եւ իրականության բախումն է, որը ես մեծ դժվարությամբ փորձել եմ իմի բերել մեկ ամբողջական տեքստի մեջ գիտեք մենք սթափ վիճակում նաև ունենում ենք աֆեկտիվ տրամադրություն մենք երբեմն չենք հասկանում ինչ որ բան երազեր իրականություններ դեժավյուն էլ նույնիսկ այդպիսի մի բան է այստեղ կա սթափության եւ հոգեճնշող վիճակի բախում ինչը կարող է ընթերցողին թվալ եւ հարազատ եւ խորտ Վեպում բնականաբար եւ ես եմ եւ ես չեմ, եւ իմ շուրջն է եւ իմ շուրջը չէ։ Ես ուզում եմ ընթերցողը կասկածի, ուզում եմ հավատա, բայց կասկածի։ Սա շատ կարեւոր դիտարկում է իմ ընթերցողներին, թող ուշադիր լինեն այս կետին։ Հավատան եւ կասկածեն, որովհետեւ գրականությունը չունի ոչ մի պարտադրանք, բայց ընթերցողը պարտավորված է։ Այսինքն քո վեպի առավելությունը հենց կյանքից գալու այդ կերպի մեջ է դիտարկում։ Նաև հիմա տես, գան կյանքից վեպը ես օրինակ ընկալեցի կարդալուց երկու այսպես կտորով, նախ մարդ իր ներաշխարհով, հա, իր հետ կատարվողով, անգիտակցական վիճակներ, գիտակցված արարքներ, կրկնվող պատմություններ տարբեր հերոսներով, հա, ինչ որ փակ շրջանակ, երբեմն եւ այլն, բայց շատ կարեւոր է, որ
վեպում հերոսը ազդակներ գործելու, ապրելու, ճնշելու եւ ճնշվելու ստանում է ոչ միայն իր այդ ապրումներից կամ իր ներքին փակ տարածության այդ հարաբերումներից, այլ նաեւ ունի դրսի ազդակներ, հա։ Վեպում շատերը կնկատեն վերջին տարիների բազմաթիվ իրադարձությունների, դեպքերի արձագանքներ կամ ուղակի պատկերներ, հա։ Այս դեպքում այս հարցը նաեւ այսպես ձևակերպեմ այդ իրադարձությունները որքանով են դառնում դրթարիտ այս վեպում ծավալվող գործողությունների համար եւ որքանով ես դու կարևորում որ գրողը հա նաեւ արտացոլի անպայման ինչ որ կատարվում է ոչ միայն իր ներսում, չգիտեմ, մարդկային հոգեբանության մեջ, այլ դրսի ազդակներով։ Գրողը նաև ֆիլտր է։ Ես դեմ եմ այն տեսակետներին, որ ասում են ինչու գրողը պարտադիր չէ, որ խոսի առավել եւս քաղաքականությունից, երբ որ չունի քաղաքական դատողություն։ Գրողից չպետք է պահանջել ավել ոչինչ, քան տաղանդով ստեղծված ինչ-որ մի գիրք։ Իսկ բնականաբար գրողը պետք է արտացոլի իր ժամանակը։ Չես կարող, ուղղակի չես կարող։ Դու ապրում ես այս միջավայրում, այս ժամանակաշրջանում։ Ես նույնիսկ գիտաֆանտաստիկ ստեղծագործությունները, ապագայամետ ստեղծագործությունները բնականաբար տվյալ ժամանակն են արտացոլում, երբ որ գրել են որոշ առումով։ Դե բնականաբար, չէ՞, դե բնականաբար ամեն դեպքում մեկնարկված են այդ տվյալ իրականությունից։ Ինչ որ ամենաֆանտաստիկ երևակայությունը իր հենքում ունի այն ինչ որ տեսել է։ Իսկ երևակայելու մասով ասեմ, մենք բոլորս խելագարության շեմին ենք, գրեթե ամեն օր մազից կամ ավելի ճիշտ աղվամազից ենք կախված, որովհետև եւ չգիտեմ ինչն է մեզ պահում, որ չխելագարվենք կամ գուցեև խելագարվել ենք, չգիտենք, վեպում նաև այս հարցն է արծարծվում նրբորեն, շատ նրբորեն։ Ամեն դեպքում ինչքան էլ ասենք այդ քաղաքականությունից չխոսենք եւ այլն, ամեն դեպքում վեպում կան նաև քաղաքական իրադարձություններ եւ կա վերաբերմունք որոշակի, հա, գրողական, դրան ոնց է վերաբերվում։ Այո, կա, նորմալ, որովհետեւ ինչպես թե մենք քաղաքականացված ենք խիստ վերջին ժամանակաշրջանում առավել քան մեզ ստիպում է օրը վերցնում ես հեռախոսդ եւ լրահոսը ուղղակի քեզ կեղեքում է մանավանդ այնպիսի լուրեր որ ուղղակի քուն դաթարդ կորցնում ես կա նաեւ սրա հակառակ կողմը որ այնքան քաղաքականությունը մտավ մեր մեջ որ հիմա տեսնում ենք ընդհանրական եմ ասում ենք ես այդպես չեմ բայց տեսնում են նույնիսկ զոհ կամ ինչ որ աղետալի մի լուր արդեն հպանցիկ ուղակի անցնում են մարդիկ պաղել են միմյանց հանդեպ մենք միմյանց հանդեպ պաղել ենք դա քաղաքականության վատ էֆեկտն է մեր մեջ Տես ես դա ֆիքսել եմ նաև վեպում որովհետև հերոսի հոգեվիճակից կախված կամ իր այդ պահի մղումից կախված, հա, պահկա որ չափազանց շատ է ուզում մի աղջկա, պահկա այդքան էլ շատ չի ուզում, պահկա անտարբեր ընդհանրապես եւ մի հետաքրքիր դիտարկում էլի այք նայ պատուհանից են կողմ փողոցում սոցիալական կամ չգիտեմ քաղաքական շարժումներ են, որոնց հերոսի վերաբերմունքը մեկ չափազանց դրական է, ոգեշնչող է, մեկ անտարբեր է, մեկ նույնիսկ դառնում է բացասական, հա, ինչ ես ուզել սրանով ասել, այ որտեվ մենք էլ որպես հանրություն այդպեսին ենք ըստ ամենայնի եւ երբ որ կարդում էի քո վեպը եւ ես քո հերոսի տարբեր վերաբերմունքները մտածում էի արդյոք մենք այդ տարբեր շարժումներին չենք հարաբերվում պարզապես կախված մեր հոգեվիճակից եւ մեր այդ պահի ապրումից, հա, եւ ոչ թե այնքան բուն հավատում ենք այդ շարժմանը, այլ այդ պահին այդ հոգեվիճակում ենք, ուզում ենք միանանք։ Այդ հոգեվիճակում չենք միանում։ Ակնարկել ես այս։ Այո, ամեն ինչ պահ է, որովհետև մի վարքյանում Որ մնաց գաղափարը։ Գաղափարը հորինում են ինչ-որ սենյակներում, ինչ-որ մարդիկ եւ մենք տրվում ենք դրան քո նշած պահերին, որովհետև մի պահի հարց է, կարող ես դառնալ հերոս, կարող ես դառնալ սրիկա, կարող ես դառնալ, չգիտեմ, սրանց մեջտեղում ուրիշ ինչ կա, պահից է կախված եւ բնականաբար մի պահ լավ է, մի պահ վատ է, սա շատ նորմալ է։ Ճիշտ դիտարկում իհարկե արեցիր Արքմենիկ ջան, ավելի գրականագիտական հարց։ Դե ֆիքսում եմ, էլի կարող է միամիտ գրելեք։ Չէ։ Գրողները լինում են միամիտ գրում։ Միամիտ մենակ մարդիկ են ծնվում։ Մեկ կա, չէ, որ խուսանավում, ասում են դե երբեմն գրողը չի հասկանում թե ինչա գրում,
չի պատկերացնում երբեմն չէ շատ հաճախ, բայց ֆոլքների իմ սիրելի ֆոլքների խոսքը հիշեցի, պիտի գրես խմած եւ խմբագրես սթափ։ Այսինքն այդ հոսքով գրում ես, իմ հետ շատ է լինում, օրինակ գրում ես եւ լրիվ ուրիշ բան ես գրում, անցնում ես լրիվ ուրիշ մի բանի, բայց հետո ի վերջո ես խնամքով եմ տողին վերաբերվում։ Իմ տողին ես առաջին հերթին ամենադաժան քննադատը ինքս ինձ ես եմ եւ հետո անհնար է որ չքննեմ 1000 տակ։ Այ օրինակ նախ անցնեմ թեմայից մի ուրիշ բան ասեմ, շնորհակալություն հայտնելով նաեւ քեզ վստահության համար եւ հրաշալի գիրք ստեղծելու համար։ Մեր զրույցներն էլ եթե կհիշես, ես փորձել եմ պատճառաբանել եւ պատճառաբանել եմ ցանկացած իմ տող, այսինքն գրողը պետք է նաեւ ունենա պատասխանատվության զգացողություն իր սեփական տողի հանդեպ։ Ուզում նաեւ շնորհակալություն հայտնել իմ խմբագրին, որ ես ծանոթացա այս գրքի շրջանակներում Գագիկ Մինասյանին։ Իդեպ իր առաջին խմբագրական աշխատանքն էր հրատարակչությունը։ Առավել քան ուրախ եմ իր խնամքով աշխատանքի համար եւ նույն բնավորությունը ես տեսա այս մարդու մոտ, ում հարցնում էի թե ինչու էսպես լեզվական որոշ սրբագրական աշխատանքի հետ կապված եւ առանց ուղակի բացելու էջեր մի անգամից պատճառաբանում էր թե ինչու եւ ես էլ պնդում էի թե ինչու հակառակը անեմ եւ գիտես որակը այստեղ է նկատվում, երբ որ մարդը կարողանում է պատճառաբանել եւ տեր կանգնել իր բառին, որովհետեւ ես այդպես եմ սովորել, բառը բերանցը դուրս եկավ, պետքա տեր լինես այդ բառին։ Շատ լավ, այ ամեն դեպքում վեպում կանայք շատ են։ Ինչ կասես այդ մասին։ Սա էլի անձնական դրթարիքներով միտում է, թե վեպի թելադրանք կամ իրականության թելադրանք, կյանքի թելադրանք, այ որ շեշտում ես, չէ՞ որ կյանքից պետք է գա գրականությունը, կանայք շատ են։ Կինն ու կյանքը նույն բառն են։ Կյանքից շատ կին կա այստեղ։ Դրանից մենակ կշահի կյանքը եւ կշահի տեքստը, կշահեմ նաեւ ես, որովհետեւ ես ոչինչ եմ առանց սիրո, դատարկ պարանից կախված լվացք ուղակի առանց մարմնի։ Իսկ վեպում, հայ։ Իհարկե կա։ Շատ կա։ Շատ։ Սեր եւ մի բան էլ ավելին կա գիրք։ Ես գիրքը երբեմն ավելի եմ։ Դե նայած ինչ լույսի տակ նայես եւ ինչ փնտրես, բայց կա իհարկե կա։ Իհարկե կա, սեր ամեն ինչի մեջ կա։ Ես սովոր եմ սեր սրսկել ամեն ինչ մեջ, որովհետեւ ես պոետ եմ, ինձ համար սերը ձերքից բաղմունք է նաև։ Այք ամեն դեպքում մի հարց կա, որ ինչ եմ կարող չանդրադառնալ, որտեվ ես էլի գրականագիտորեն գիտես շատ վաղուց ինձ ոչ այնքան հետաքրքիր են վեպերի սյուժեները եւ այլն, այլ այն ներքին զրույցները որ կան, հա, մեր գրականության տարբեր գործերում եւ դա ինձ ավելի շատ է գրավում, դրա համար վերադառնալով վեպի սկզբում ներկայիս ժամանակակից արձակի քո քննադատությանը, դու այնտեղ այդուհանդերձ քննադատում ես բաներ, բաց տեսարաններ, ինչ որ բառերի ընտրություններ, բաներ, որ հետո ինքդ ես անում, քո գիրքն էլ պակաս բաց տեսարանոց չի։ Այս շատ ճիշտ դիտարկում, ասեմ Արմեն ջան, ավելի թե ոնց։ Այ շատ հետաքրքիր մոտեցում, գուցե եւ ինչու, որովհետեւ չես կարող, օրինակ Օսկար Վայլդը չէր կարող Ափյոնի տեսարաններ գրել առանց Ափյոնի համը տեսնել։ Ես համոզմունք ունեմ։ Այսինքն դու նկատում ես չարած անում են։ Իհարկե, մենք անուններ չտամ, բայց ունենք բանաստեղծներ, որոնք կնաֆոբ են, ճիշտ ասեցի, չէ՞։ Հա, եւ նաեւ կնատիած, բայց ինչ որ հանդգնում են գրել բանաստեղծություն սիրո մասին։ Սա ձեռառնոցի է եւ ծաղր ընթերցողի, մեզ բոլորիս ուղղված մեծ հեգնանք է, սա վիրավորական ու թունոտ։ Հիմա ասեմ վեպին, անդրադառնամ վեպին։ Ես համոզված եմ, որ կա երկու ուղղություն։ Ինչ ես գրում եւ ինչի մասին ես գրում։ Օրինակ մեր մեծ Թումանյանն էլ ընտրում էր ինչպես գրելու բանաձևը, ինչը ավելի շատ հենվում ես դու քո կարողության վրա։ Ես նույնպես ընտրում եմ այս բանաձևը, ինչպես գրել, որովհետև մեզ, գիտես, մեզ չեն կարող ապշեցնել ինչ որ սյուժեներով։ Անհնար է, առավել եւս ինչ որ փորձեն մեզ զարմացնել տաղանդով։ Չնայած մենք զարմանալու հագուրդ ունենք անընդհատ,
բայց ես ընտրել եմ ինչպես գրելու ձևը եւ վստահ եմ, որ իմ ինչպեսը լրիվ ուրիշ ինչպես է լինելու, որովհետեւ ես հավատացել եմ դրան եւ փորձել եմ ու արել եմ։ Հիմա տեսնենք։ Շնորհակալություն եք, հուսով ենք, որ մեր ընթերցողները, մեր ռադիո լսողները ոչ միայն կարդան քո վեպը, այլ նաև արդի դեպքում, հնարավորության դեպքում քո իսկ թելադրած բանավիճային այդ տարերքի դրտմամբ, նաև մյուս վեպերը կկարդան այդ համացան առիթները կունենան եւ կգան քո եզրահանգմանը, որ դու ավելի լավ ես արել։ Ես չեմ ուզում ինձ ասեն ավելի լավ ես արել, ուղղակի ավելի լավ կամ ավելի վատ չկա, կա լավ եւ կա վատ երբեմն, բայց ես դրայվի մարդ եմ եւ իմ ինձ դանդաղությունը ուղղակի կեղեքում սպանում է եւ վստահ եմ հիմա հրատարակչական մոտեցումներն էլ են նաեւ այդպես փոքր դրայվով, արագ, ռիթմիկ ես էս Արցախն եմ ուզում տեսնեմ։ Դե ուսանք ընթերցողներ կտեսնի եւ կսիրի քո գիրքը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի ռադիոլսողներ, վերջում հիշեցնեմ, որ Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումներ, ես Արմենիկ Նիկողոսյանն եմ, զրուցում էի բանաստեղծ արձակագիր Հայկ Սիրունյանի հետ, մեր զրույցի թեման նրա նոր եւ առաջին մարմինների վրայով վեպն էր։ Լավ եղեք։